շատ ճիշտ էր, որ 13 թվականի սեպտեմբերին Հանրապետության նախագահ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ կնքեցին եւ Մաքսային միության այնուհետեւ ինտեգրացիոն գործունեություն։ Այո, նորից մենք նույն կարծիքին ենք, որ դա մեծ տնտեսական հեղափոխություն կլինի, եթե կարողանան մեր հանրապետության իշխանությունները գործի դրեն բոլոր լծակները։ Այսինքն Եվրասիական միությունը դիտում եք որպես խորհրդային միությունը վերակազմավորել։ Այո, եւ ցանկալի է որ դա իրականություն դառնա, որովհետեւ մենք խորհրդային միության կազմում Հայաստանը ծաղկեց ու բարգավաճեց եւ արդյունաբերությունը, եւ գիտությունը, եւ մշակույթը, եւ տնտեսությունը առանց բացառության։ Ինչքան են այսօր կոմունիստները ընդհանուր առմամբ ավելի քան 20,000 կոմունիստներ, իսկ դուք տեսնում եք թե ինչպեսի հոչ սա շարքերով է։ Միգուցե դուք կողքից հպացիկ նայեք, տեսնեք թե ինչ մեծ հոչ բազմություն է։ Կեցե մայիսի 1-ը ուռա, աշխատավոր ժողովրդի տոնն է սա։ Կեցե ամբողջ աշխարհի բարեկամությունը, գենետիկ ծագումնաբանական ստույգագրի պահպանումը, կեցե մարդաբանական, բնաբանական ստույգագիրը, կեցե գիտագաղափարական հեղափոխությունը, կեցե ուսում աշխատանք դպրոց ինստիտուտը համակցված։ Էլի ասել։ Անահիտ Ասանյան գիտնական բանաստեղծուհի, բայց հավաքարարուհի։ 1 միլիոն ստեղծագործությունների հեղինակ։ Աշխատանք չունեք, հա։ Ունեմ աշխատանք, հավաքարարու եմ աշխատում, բայց ստեղծագործում եմ։ Ելույթներ եմ կազմակերպում, միտինգներ, ակադեմիայում եմ ելույթ ունենում, ժամանակ չկա անգամ գնալ ակադեմիա եւ արվեստագիտական միությանը հաճելի ընդունվում եմ ներկա գտնվել, որտեղ 62 տարեկան եմ, դեռ բանվորուհի եմ աշխատում, ստաժս 40-ին անցա, թոշակ չեն վճարում, բնակարան չեն տալիս, ընտանիքը գնում է դուրս, դեպի Ռուսաստան, դեպի արտասահման, ոչ։ Մենք ուզում ենք, որ սովետական կաշկերի հաստատումներ, սովետական կաշկերի ժամանակ նախ Ռուսաստանը եթե չլինի, հայը կորած է, 1000%-ով, մենք ռուսներով ենք ապրում եւ ռուսներով է պետք է մենք առաջ գնանք։ Հա, Ես թանկ չէ Հայաստանի անկախության գաղափարը։ Չէ, անկախ, ումից ես անկախ։ Ումից ես անկախ։ Ամբողջ աշխարհի հետ կապ ունես։ Մեր գործարանների հետ ապրանք կա, հա։ Այսինքն պատրաստ եք Ռուսաստանի կազմում։ Անպայման։ Ռուսաստանն երբ թուրքից երից հային փրկեց։ Եթե Ռուսաստանը չեղնի, հայը մի օր չի ապրի։ Ամերիկա մենակ կարա Հայաստանի համար որպանոց, Ռուսաստանը։ Առանց Ռուսաստանի հայը գոյություն չի ունենա երբեք, որտեղ թուրքը մեր թիկուն կանգնած է։ Մեզի կոչնչացնե, առանց ռուսի հայ չկա։ Սկզբները խորհրդանշում գիտեք։ Այն ներկված է բանվոր դասակարգի արյունով, պիոներ, կոմսոմոլ եւ կուսակցական։ Ինչու եք որոշել մասնակցել այս շքերթին այդ դեպքում։ Հարգելով պապիկիս։ Անկախ Հայաստան ասում են ճակերտների մեջ է։ Սա իսկապես անկախ երկիր չի։ Մենք Ռուսաստանի կազմում անպայման սիրում ենք Պուտինին, իր կազմի մեջ էլ կմտնենք, Պուտինը շատ լավ ղեկավարություն է անում։ Ինչ է լինի, նա իր ժողովրդին այս կարգի չի պահի։ Այս րոպեին ժողովուրդը անտանելի վիճակի մեջ է։ Դպրոցները փողով, ինստիտուտը փողով, առողջապահությունը փողով, աշխատանքը փողով։ Ինչա, մենք սա ծրի ենք ապրել 70 տարի։ Պետությունը շատ լավ ղեկավարում էր, իսկական կոմունիզմ էր, իսկական կոմունիստական երկիր էր, ճիշտ, արդար, մաքուր։ Мы любим Путину. Мой народ все любит Путину. Потому что он хороший секретарь. Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերոջը, ուռա! Մենք ձեր հետ, հարգելի Ռուսաստանի գործընկերներ, պայքարում ենք ֆաշիզմի դեմ։ Թույլ չենք տալու ֆաշիզմը տիրի
նախկին սովետական միության երկրներում։ Ինչու եք խորհրդային միության դրոշները պահել, սա ինչ է նշանակում, որ ուզում եք վերականգնվի խորհրդային միությունը։ Այո, մենք Ինչու՞։ բոլոր մարդկանց կողքին ենք, որովհետև նրանց պատմածներով խորհրդային միության ժամանակ շատ լավ օրեր են ունեցել իրենք ու ամեն ինչ մատչելի եղել իրենց համար։ Ձեզ համար անկախության գաղափարը թանկ չէ, դուք անկախության սերնդակիցն եք, պաստորեն։ Այո, թանկ է։ Բայց միևնույն է ցանկանում եք Ռուսաստանի կազմում Հայաստանը տեսնել։ Դե Ես ասեմ, ասենք, ոչխարի անկախությունը գայլերի համար երջանկություն է, հերիքա ձեզ։ Ոչխարի անկախությունը գայլերի համար երջանկություն է։ Անկախություն ունի, բայց այս անկախությունը Ումից է։ ոչ մեկի համար շատ մարդկանց երջանկություն չի բերում։ Անկախ շատ լավ ասած, անկախ մնացինք, անտեր մնացինք, սենց ասած։ 44 տարեկան եմ, նվիրված եմ կոմունիստական կուսակցությանը, մեր պապերի ստեղծածն են շենքեր, գործարաններ ապրում։ Ձեզ համար անկախության այդ գաղափարը թանկ չէ։ Չէ։ Ինչու։ Ինչը որտեվ ապրում ենք օրվա հացի համար։ Ապրում ենք անիմաստ, ոչ երկիր ենք եթում, ոչ սովորում ենք։ Լուծումը ենք կլի, երբ որ Ռուսաստան ամբողջությամբ միանա, գործարաններ աշխատեն, Որպես հայ Հայաստանի Հանրապետություն հայ լինենք, թե նաև ռուս դառնանք։ նաև հայ լինենք եւ նաև ռուս ժողովուրդ 70 տարի եղել են միասին եւ ավել։